մատները ուտելու եք։ Բելլիսիմո։ Պատրաստում ենք խմորը։ Եռացրած ջրի մեջ լցնում ենք կարագը, աղը եւ շաքարավազը, դնում ենք կրակի վրա, որպեսզի կարագը հալի, հետո ավելացնում ենք ալյուրը եւ սկսում ենք խառնել, մինչեւ չլսենք խմորի ճտճտոցը։ Այն եփելուց հետո թողնում ենք մի թեթև բուղը դուրս գա եւ հատ առ հատ ավելացնում ենք հավկիթը ու լավ խառնում ենք, մինչև չստանանք էլաստիկ խմոր, որի կտուցը պետք է հանգիստ իջնի։ Պատրաստի խմորը տեղափոխում ենք պարկի մեջ եւ ձևավորում մատիկներ 1.5 սանտիմետր տրամագծով։ Այս բաղադրատոմսից մենք կստանանք բավականին մեծ չափաբաժին, որը կտեղավորվի 2 թավայի մեջ։ Մինչ էկլերները սառեն, մենք կպատրաստենք շատ համեղ եւ պարզ թթվասերից կրեմ։ Սառը թթվասերը միջին արագության վրա կսկսենք հարել եւ կավելացնենք մասմաց շաքարի փոշին խառնած վանիլինի հետ։ Պատրաստի կրեմի մեջ թաթախում ենք էկլերները եւ ձևավորում ենք բուրգ, ամեն շերտին ավելացնելով շոկոլադի քերուկ։ Պատրաստի բուրգը տեղափոխում ենք սառնարան, պարտադիր փակի տակ, որպեսզի տնեցիք ժամանակից շուտ վերջը չտան։